Բարև ձեզ, եթերում է նվիրյալների պատմությունը հաղորդաշարը։ Ձեզ հետ են 44-օրյա պատերազմի մասնակիցներ Գարեգին Պետրոսյանը և Սարգիս Բեգոյանը։ Այսօր մեր անդրանիկ թողարկումն է, որի ընթացքում ցանկանում ենք ներկայացնել հաղորդաշարի ստեղծման նպատակն ու գաղափարը։ Արցախյան 3 պատերազմների ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, որոնց մասին պատմությունները շատ հաճախ անհայտ են հասարակության համար։ Եվ փորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում էլ նույնիսկ իրենց ընտանիքների համար։ Սա կարևոր է նրանով, որ Արցախյան 3 պատերազմների ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ հերոսական դրվագներ, որոնք դեռևս մնացել են չբացահայտված։ Այս հաղորդաշարի շրջանակներում մենք եւ հետագայում մեզ հյուրընկալվող պատերազմի մասնակից մեր ընկերները կպատմենք մեր անցած զինվորական ծառայության եւ ամենահիշարժան պատերազմական դրվագների մասին։ Հաղորդման շրջանակներում նախատեսել ենք, որ յուրաքանչյուր թողարկման ընթացքում ունենալու ենք մեկ հյուր, որը մասնակցած կլինի Արցախյան 3 պատերազմներից որևէ մեկին, կկիսվի իր պատմություններով, պատմի իր ընկերների մասին, իր գումարտակի անցած մարտական ուղու մասին, որը մեզ նաև հնարավորություն կտա ամբողջ նյութը հավաքագրելու։ Հաղորդաշարի շրջանակներում արդեն մեր հյուրերի պատմությունների հիմքի վրա նպատակ ունենք նաև հետագայում ստեղծելու հաղորդաշարի անունը կրող համանուն գիրքը։ Այսպիսով, Սարգիս, կխնդրեի դու սկսես պատմությունը քո զինվորական ծառայության եւ ինչու՞ չէ նաև կիսվես քո անցած ռազմական ճանապարհով եւ դրա ամենահիշարժան դրվագներով։ Իմ ծառայությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ին, սկզբում եղել եմ ուսումնական զորամասում, առհասարակ գաղափար չունեի, թե ինձ ինչ տեխնիկայի վրա կնշանակեն, բայց երբ որոշում են ով որ ստորաբաժանում պետք է ծառայի, ես դարձա տանկի նշանառու օպերատոր, ով կրակում է տանկը, ինչը ինձ շատ էր դուր եկել, շատ ոգևորված էի, քանի որ ես փոքրուց շատ էի սիրում նաև կրակել, հենց Կներես, այդ ժամանակ, երբ մեզ էլ էին նշանակում զինվորական մասնագիտությունների, ես էլ շփոթված էի եւ երբ առաջին անգամ լսեցի, որ պետք է լինեմ ՀՄՄ2-ի հրամանատար, գաղափար անգամ չունեի, թե ինչ է ՀՄՄ2-ը, բայց հետագայում շատ սիրեցի իմ զինվորական մասնագիտությունը։ Ես էլ առաջին անգամ, երբ կրակայինների էին գնում, արդեն տանկի մասին որոշակի ինֆորմացիա արդեն տիրապետում էինք, անընդհատ գնում էինք կրակային պատրաստությունների, որի ընթացքում քայլ-քայլ արդեն մեր կամքից անկախ շատ լավ սկսել ենք տիրապետել տեխնիկային եւ վերջում էլ քննություն պետք է հանձնենք, որպեսզի տեղափոխվենք արդեն հիմնական զորամասեր։ Այդ շրջանում արդեն ավելի շատ էի սկսել սիրել տեխնիկան եւ երբ արդեն քննությունը պետք է հանձնենք, այդ ժամանակ էլ ինձ մոտ շատ լավ ստացվեց կրակելը, իսկ արդեն երբ տեղափոխվել էինք հիմնական զորամաս, անընդհատ բարձր գնահատականներ ենք ստանում կրակելիս, միշտ կարողանում ենք թիրախները խոցել, ինչը շատ էր ոգևորում։ Իդեպ զինվորների համար շատ կարևոր էր այդ խրախուսական կրակայինների կազմակերպումը զինվորական ծառայության ընթացքում։ Ես նույնիսկ հիշում եմ, որ մի անգամ ուսումնական զորամասում նորից ՀՄՄ-ով հրաձգարանում ՀՄՄ-ով կրակելիս լավ արդյունք ցույց տալու համար մեզ մեկօրյա արձակում տվեցին եւ բոլորս այնքան էինք ուրախացել այդ չնչին հաջողությունից, որ դրանից հետո արդեն բոլոր կրակայիններին ցանկանում ենք երազանց ստանալ, որ հաջորդ անգամ նույնպես կարողանանք մեկ օր անցկացնել տանը։ Նման մրցակցային միջավայրը շատ էր ոգևորում եւ զինվորներին մոտիվացիա էր շատ ժամանակ, որպեսզի յուրաքանչյուրը իր գործին ավելի շատ լավ տիրապետեր, իր տեխնիկան կարողանար լավ կրակել, իր մասնագիտությունը լավ սովորեր։ Նրանց օգուտը այդ պարագայում դիտարկվում էր, որ կամ արձակուրդ կտրվի իրենց, կամ այլ ինչ-որ խրախուսանք, բայց առաջին թիրախը այն էր, որ իրենք լավագույն մասնագետներ դառնան, եւ այդ զորավարժությունների ընթացքում էլ շատ հաճախ մարդիկ կային, որ օրինակ վարումների, կրակայինների ընթացքում այդքան լավ չէր ստացվում իրենց մոտ, բայց երբ արդեն պատասխանատու գլխավոր միջոցառումներ, մեծ զորավարժություններ պետք է տանք, բոլորի մոտ ստացվում էր ամեն ինչ եւ լավագույնս կարողանում ենք կազմակերպել։ Մեր գումարտակը ընդհանուր շատ մարտունակ էր եւ բոլոր կարևոր զորավարժությունները միշտ 4 կամ 5 ենք ստացել, 5 բալանոց համակարգով եւ հենց պատերազմն էլ դրա վառ վկայական եղավ։ Մեր գումարտակին վստահված էր շատ դժվարին հատված, որտեղ էլ կարողացել ենք առաջին 7 օրի ընթացքում մեր խնդիրը լավ ձևով կատարել
Ձեզ մոտ ինչպես էր պատերազմի առաջին օրերին։ Նախ ես ասեմ, որ պատերազմի առաջին օրերին, մինչ պատերազմը նորից ուսումնական զորամասում ասացի, որ ծառայել եմ ՀՄՄ-ի վրա, այնուհետև տեղափոխվել եմ Քարվաճառի պոստային զորամաս, ոնց որ ընդեղի զորքներ ասում, Յանշակում եմ ծառայել։ Մինչ պատերազմը ունեցել ենք այդտեղի հետ կապված բազմաթիվ հիշարժան օրեր, դե ծառայության օրը այն որ ցանկացած ծառայության օր հիշարժան է դառնում, քանի որ այնտեղ օր չկա, որ ինչ-որ հետաքրքիր դրվագ չլինի կամ ականատես չլինես, քանի որ մեր մոտ նաև այդ ժամանակ կորոնավիրուսային համաճարակ էր, մենք ուղղակի 10 ամիս որևէ ուղղությամբ չենք շարժվել այդ քառակուսի տարածության մեջ, շատ անսպասելի պատերազմի մեկնարկն էլ մեզ ուղղակի շոկի մեջ էր գցել։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան րոպե հիշում եմ այդ օրը, երբ առավոտյան 7:05, 7:10-ի սահմաններում ինչ-որ անհասկանալի ձայներ էինք լսում, դեռ նույնիսկ զորքը չէր էլ արթնացել, դե կիրակի օր էր, ոչ աշխատանքային օր բանակում, այդ օրը ոնց որ 7:30 էր հրամանը վերկաց 7:30 էր վերկաց հրամանը, շատ տերմիններ նույնիսկ այժմ մոռացել ենք։ Եվ այդ ձայների տակ արթնանալով ուղղակի լսում ենք տղաների մանավանդ հերթապահի ձայնը տագնապ, նույնիսկ ես պահի տակ մտածեցի ինչ-որ ուսումնական դրվագ է, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ պատերազմը սկսվել, մինչև այն պահը, երբ առաջին անգամ արկը պայթեց մեր շարահրապարակին, պլաց զինվորական լեզվով ասած, եւ մեր սենյակի լուսամուտները տրաքեցին մեր վրա։ Հիմա մի քիչ նույնիսկ ժպիտ է գալիս հայացքիդ այդ ամեն ինչը հիշելով, որովհետեւ այդ ժամանակ ուղղակի չես հասկանում ինչ է կատարվում եւ նույնիսկ զինվորներ կային, որ կիսամերկ դուրս են եկել եւ փախնում են մոտակա արգելապատնեշները։ Կխնդրեմ դու շարունակես, ձեր մարտական օրը սկսվեց, սեպտեմբերի 27-ին պատերազմական օրը սկսվեց եւ ինչ ուղի անցաք դրանից հետո։ Մեր զորամասը տեղակայված էր Որոտանում Քաշաթաղի շրջանում, բայց մեզ խնդիր էր առաջադրված, որպեսզի գնենք ջրական, այնտեղ մեր նախորոշված դիրքերում լինեինք, բայց պատերազմը քանի որ շատ կտրուկ սկսվեց, մենք դուրս ենք եկել նստեցման շրջան եւ սպասում ենք նոր հրամանի, որովհետեւ արդեն կարելի ասել գիտենք, որ սկսվելու է, ուղղակի չգիտենք երբ է սկսելու ժամը, եւ առավոտյան հանկարծակի եկանք մենք էլ, բայց կարելի ասել գիտենք էլի, սպասում ենք, որ պատերազմը սկսելու է, եւ արդեն հենց մի 20-30 րոպեվա ընթացքում նոր հրաման եկավ, որ մենք մեր հիմնական դիրքերում չպետք է լինենք, այլ տեղափոխվենք դեպի առաջնագիծ, որտեղ մեր օգնության կարիք ունեին ջրականի զորամասի տղաները հենց, այնտեղ Նյուսկյարի հատվածում ենք մենք տեղակայված, մինչև հոկտեմբերի 3-ը այնտեղ ենք եղել, եւ մեր գումարտակը իր ողջ ուժերով հսկայական օգնություն կարողացավ ցույց տալ, առաջին հարվածը այնքան հուժկու էր եղել, որ եթե մենք մեր տեղում մնայինք, այդտեղ շատ հեշտ կլիներ անցնել առաջ եւ տարածքը ճեղքելով արդեն շատ դիրքեր գրավել, դրա համար շատ ճիշտ որոշում էր, որ մենք համալրեինք առաջնագիծը այդ պահին, որպեսզի կարողանայինք ճակատը ամուր պահել։ Ես քո պատմությունների զուգահեռ հիշում եմ մեր պատերազմի առաջին օրերը, երբ մեր մոտ սկսվել էր արդեն առաջին մի քանի օրը շատ ինտենսիվ ռազմական գործողություններ էին ընթանում, մենք մեր տեխնիկայով, ովքեր որ ծառայել են ընդհանրապես զրահատանկային տեխնիկայի վրա կամ տանկի կամ ՀՄՄ-ի վրա, գիտեն թե ինչքան շատ խնդիրներ կարող է առաջանալ դրանք օգտագործելուն զուգահեռ խափանումների տեսքով եւ այդքան այդ ամեն ինչի հետ մեկտեղ մենք տեխնիկան պետք է հասցնենք մեզ նախանշված դիրք, որը ուղղակի եթե նկարագրեմ պետք է սար բարձրանայինք տեխնիկայով,
որը կրկնակի կամ եռակի անգամ դժվարացնում էր մեր գործը, քանի որ բոլորս էլ գիտենք, որ տանկերը կամ ընդհանրապես զրահատեխնիկան հարթավայրային մարտերի համար է եւ կոնկրետ լեռնային պայմաններում կորցնում է իր արդյունավետությունը համեմատած դաշտավայրային հատվածի, սակայն մենք կարողացանք պատվով դուրս գալ այդ իրավիճակից եւ 2 օր ու գիշեր տեխնիկայի մեջ լուսացնելով հասանք մեր նախանշված վայրը, ճանապարհին կանգնելով, կանգառներով, նորոգելով, այդ պահից սկսած գրեթե 10 օր եղել են շատ ինտենսիվ մարտեր, հակառակորդը անընդհատ փորձում էր ճեղքել քարվաճառը եւ կտրել Հայաստանից եկող ճանապարհը եւ սնուցումը եւ բնականաբար դա գիտակցում է նաեւ մեր բարձրաստիճան զինվորական ղեկավարությունը եւ անհրաժեշտ պաշտպանական հրամաններն էին տվել մեզ։ Ուստի մենք մեր տեխնիկայով արդեն տեղակայվել ենք մեր պաշտպանական շրջանում եւ իրականացնում ենք մարտական պաշտպանություն դիրքերի, գրեթե 10-ից 15 օր ինտենսիվ մարտերից հետո հակառակորդը հասկացավ, որ թե ռելիեֆային պայմաններով եւ թե զորքերի բարոյահոգեբանական վիճակը հաշվի առնելով չի կարող ճեղքել ուղղակի քարվաճառի պաշտպանությունը եւ հիմնականում արդեն հարձակողական գործողությունները նվազել էին եւ գործողությունները տեղափոխվել էին ավելի շատ հեռավորության վրա միմյանց գնդակոծելու եւ մարդկային եւ նյութական վնաս հասցնելու առավել միտում ունեցող գործողություններին մեզ մոտ անընդհատ ԱԹՍ-ներ էին պտտվում ինչպես բոլոր տեղերում ինքնաթիռներ գնդակոծում էին անընդհատ, սակայն մինչև պատերազմի վերջին օրն էլ բոլորը գիտեն, որ քարվաճառը հերոսական դիմադրություն է ցույց տվել եւ գեթ 1 սանտիմետր չի զիջել հակառակորդին։ Մնաց մինչև պատերազմը։ Այո, անառիկ է մնացել։ Քարվաճառի դիրքը բայց ավելի նպատակահարմար էր, օրինակ մեր մոտ ջրականում ավելի հարթավայրային էր եւ շատ հատվածներ կար, որ լրիվ տափաստանային վիճակ էր, ոչ մի բան չկար, ինչը դժվար էր ավելի տեղաշարժի առումով, տեխնիկաների քողարկման հետ կապված։ Մինչ պատերազմը արդեն որոշակի քայլեր ձեռնարկել ենք, որպեսզի կարողանանք քողարկման խնդիրը լուծել եւ որոշ չափով դա իր օգուտը տվեց, բայց հիմնականում բաց հատվածում ԱԹՍ-ների դեմ տեխնիկաներով շատ դժվար էր կռվել, քանի որ հաճախ խոցում էին, բայց տանկի վրա NSVT գնդացիր ունենք, որի միջոցով շատ հաճախ խոցումներ են կարել։ Իդեպ ձեր բախտը բերում է, քանի որ տանկերը ավելի հագեցած են, քան ՀՄՄ-ները, միայն այդ գնդացրի ուժգնությունը, կրակահերթը եւ նրա հզորությունը հնարավորություն կտային արդյունավետ պայքարել ԱԹՍ-ների կամ թռչող օբյեկտների դեմ, իսկ այո, միանշանակ NSVT գնդացիրը շատ լավն էր եւ նրա կրակահերթը ընդհանուր պարկուժների պարունակությունն էլ համալրվածությունն էլ շատ էր եւ կարողանում ենք մի քանի կրակահերթով խոցումներ ապահովել, բայց ինտենսիվության հետ կապված 44-օրյա պատերազմում կարող ենք արձանագրել, որ Արցախյան առաջի պատերազմի հետ համեմատած եւ ապրիլյան քառօրյա պատերազմի հետ համեմատած ինտենսիվությունը գտնվում էր պիկի վրա, կոնկրետ ողջ պատերազմի ընթացքում դադարներ չեն եղել, ինչը զորքի համար եւս դժվարություն էր ստեղծում, քանի որ հանգստանալու ժամանակ կարելի ասել ընդհանրապես չի եղել եւ նույն զինվորները առանց հաց ուտելու, առանց նորմալ քնել հանգստանալու, անձրևին, ցեխին բոլոր դիրքերում հիմա մի մոտ նոստալգիաներ է քո պատմությանը զուգահեռ։ Իրոք ես զարմանում եմ, թե մենք այդ ժամանակ ոնց ենք կարողանում հարմարվել այդ իրավիճակներին, բայց մտածում եմ, եթե հերթական անգամ հնարավորություն լինի, մենք կարողանանք նորից հարմարվել։ Իսկ ո՞րն է քո հետ պատահած ամենահիշարժան դրվագը պատերազմի ընթացքում։ Պատերազմի ընթացքում շատ հետաքրքիր պատմություններ են եղել մեր մոտ։ Երևի ինձ համար ամենահիշարժանը, կարելի ասել մեր վաշտի համար ամենահիշարժանը այն էր, որ մենք խափանված տանկ ունեինք, Չեզոք գոտում էր մնացել, գնացինք, որպեսզի վերադարձնենք տանկը գիշերով եւ արդեն օրը թեքվում էր հաջորդ օրը, այդ օրն էլ իմ ընկերոջ ծնունդն էր, բայց քանի որ այնտեղ շատ լարված իրավիճակ էր, իմ մոտ սենց իրավիճակային մտայնություն կար, որ հնարավորորեն մենք չկարողանանք հետ վերադառնալ, դրա համար ես կապով նրա ծնունդը շնորհավորեցի
Եվ արդեն երբ ետ վերադարձանք, բոլորին հետաքրքրում էր, թե ինչու հենց այդ պահին որոշել էի ծնունդը շնորհավորել, եւ ես նրանց պարզաբանեցի, որ իրավիճակը լարված էր եւ մինչեւ տեխնիկայի վերադարձնելը։ Ձեր մոտ եղած պատմություններից, որոնք ցանկանաս առանձնացնել։ Իրոք, ինչպես արդեն ասացի, պատերազմի ժամանակ ցանկացած օրն է, որ հիշարժան է ստացվում կամ առհասարակ ծառայության, բայց եթե անդրադառնանք ընդհանուր առմամբ պատերազմի դրվագների վրա, մի դեպք կառանձնացնեմ, որը ընդհանրապես չի ջնջվի հիշողության միջից իմ ողջ կյանքի ընթացքում եւ ամենաշատը կհիշեմ դա, կամ երկրորդ ամենաշատը հիշվող դրվագը, լավ այսպես ասեմ, երբ օպերատիվ տեղեկություններ էինք ստացել սահմանից, որ հակառակորդի դիվերսիոն խումբ է ներթափանցել մեր թիկունք եւ այդ օրն էլ եղանակային առումով բավականին անբարենպաստ էր եւ քարվաճառ ծառայած ցանկացած զինվորից, որ հարցնեք, օրինակ Օմարի Լեռնանցքում երբ ձուն է գալիս, ինչ կարգի մառախուղ է հավաքվում, բոլորը մեկ մետրի վրա նույնիսկ դիմացած չի երևում։ Մենք ուղղակի գիտենք որտեղ է մեր խրամատը ու ուրիշ ոչ մի բան չգիտեինք, որովհետև շուրջ բոլորը մառախուղ, նույնիսկ մեր տեխնիկաների մոտ չէին կարող գնալ այդ պայմաններում, որովհետև կարող է շփոթվենք եւ անցնենք հակառակորդի տարածք։ Եվ այդտեղ մեր դիրքի պատասխանատուն, ում մենք օգնության էինք հասել, Վաշտի հրամանատար կապիտան էր, լսեցի իր ձայնը, որ անցեք շրջանաձև պաշտպանության հրամայական տոնով եւ զգացի, որ իրավիճակը արդեն բավականին լուրջ է եւ հնարավոր է, որ նույնիսկ ձեռնամարտի կամ ինչ-որ նման իրավիճակ ստեղծվի, քանի որ շրջանաձև պաշտպանությունը իրականացնում է շրջափակման մեջ հայտնված Վաշտը կամ գումարտակը, դա զինվորականները ավելի լավ կհասկանան։ Եվ այդ ընթացքում ամեն խրամատի, այսպես յաչեյկա ասվածի մեջ զինվորական տերմիններով կանգնած էին երկու զինվոր, մեկը ավելի շատ օգնական, իսկ մյուսը անձամբ ինքը հրաձիգն էր, բուն կրակողը։ Ես այդ տղային չէի ճանաչում, ճիշտն ասած, թեքվեցի եւ տեսա, թե նա ոնց է 3 անգամ խաչակնքվում եւ դա արդեն իմ մոտ լրիվ իրավիճակ փոխեց, ես զգացի, որ ամեն ինչ արդեն կամ այս կողմ կամ այն կողմ վիճակում ենք ու փաստացի մեզ ինչ որ ուղղություն ասացին, որ հակառակորդը այդ ուղղության վրա է տեղակայվել, կապիտանը հրամայեց, որ ինչքան ռեսուրս ունենք այդ ուղղության վրա կրակ բացենք եւ որևէ մեկը հանկարծ իր խրամատը չթողնի, դուրս չգա, ինչ էլ ուզում է լինի։ Շուրջ 20 րոպե անդադար կրակեցինք, 20-ից 30 րոպե անդադար կրակեցինք եւ դրանից հետո արդեն երբ մառախուղն էր ցրվել, նոր կարողացանք արդեն բուն մեր պաշտպանական գործողություններին անցնել։ Այսպիսով ավարտեցինք այսօրվա հաղորդումը, որի ընթացքում ես եւ Գարեգինը կիսվեցինք մեր պատմություններով։ Խնդրում եմ ձեզ, եթե կցանկանաք հյուրընկալվել մեր տաղավարում եւ մասնակցել եք Արցախյան 3 պատերազմներից որևէ մեկին, ներքևում նշված մեյլի եւ հեռախոսահամարի միջոցով կարող եք կապ հաստատել եւ հաջորդ հյուրը լինել դուք մեր տաղավարում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեզ դիտողներին եւ ինչպես ասում էր Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը, սուքը հավերժ է, եթե չկա պայքար։ Մենք միշտ կսքանք, եթե չպայքարենք։ Շնորհակալություն։